մեզ մոտ շատ ցավով պետք է արձանագրեմ, որ դեռ կա այն շերտը, որ հոգեբանին հոգեբուժից չեն տարբերում եւ կա տենց բնական վախ, հա, որ չէ, ես չեմ ուզում, ինձ դա պետք չէ, ես գիժ չեմ, այսինքն այդ մոտեցումը մենք դեռ իհարկե շատ ավելի տոկոսային հարաբերակցությամբ ավելի բարձր է, բայց նաեւ բավականին մեծ մասաներում սկսեցին կրթվել, հոգեբանները սկսեցին դա բացատրել առհասարակ իրենց գործառույթը ինչպիսին է, ինչի համար է եւ այսպես խոսք կա չէ որ հայերեն չգիտեմ ոնց է սարաֆանն էֆեկտով որ սկսում է տարածվել, այսինքն իրոք հոգեբանը դարձավ այն ֆիգուրը, ով այսօրվա մշակույթի մեջ որոշ տոկոսի մոտ հա մարդկանց անհրաժեշտությունը եւ շատ բնական, այդպես ասած, կարիք է։ Եկա ջան, վերջերս էլի հաճախ լսում եմ, թե ասենք ես չգտա իմ հոգեբան, շատերի հետ եմ խոսում այդ թեմայով, հոգեբանական տարբեր խնդիրների մասին շատ ենք զրուցում եւ նրանք ասում են, ես դեռ չեմ գտել իմ հոգեբանը, երբ հասկանալ, որ դու գտել ես քո հոգեբանին։ Դա ասենք մի քանի այցից հետո ինչ որ արդյունք զգալն է, ինչպես պետք է տարբերել, որ դու իրոք հանդիպել ես ճիշտ մարդու, ով իսկապես հասկանում է քո խնդիրը եւ կարող է լուծում տալ, իսկ այդ լուծում տալու տևողությունը մեկ էլ։ Գիտեք, ստեղ էլի երկկողմանի կասեմ, որ ստեղ իրականում շատ կարևոր է, որ դու որոնես քո հոգեբանին։ Դա իրականում պետք չի մտածել, որ սենց միանգամից մենք գտնում ենք այնսա, այդպես ասած, ինչ որ ինստիտուտ չի, որտեղ դու առանց հուզական հաղորդակցության դիմում ես, ստանում ես քո գնահատականը, ինչ որ զարգանում ես